Բարի ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը ռազմական հասարակական գործիչ ՈՄԱ-ի նախագահ Վովա Վարդանովն է։ Պարոն Վարդանով, շատ շնորհակալ եմ, որ հրավերը չմերժեցիք։ Դժվար ժամանակներ ենք ապրում ըստ էության, անվտանգային առումով հատկապես մարտահրավերները սրված են։ Հակառակորդը սրանից 4 տարի առաջ ներխուժեց նաև մեր Հայաստանի սուվերեն տարածք, Սև լճի հատվածում, Ջերմուկի ներքին հանդի հատվածում տեղակայվեցին։ Մեզ ասում էին, որ կսովածանան, կգնան, ձմեռ կլինի, կգնան, դժվար կլինի, բայց ոչ սովածացան, ոչ ցրտահարվեցին, այդպես մնացին։ Բացի այդ, հիմա այս վերջին օրերին Խնածախի Խոզնավարի հատվածում կրակոցներ են հնչում, հիմա էլ մեզ ասում են, դե մառախուղ է, ուզում են դրանով ցույց տալ, որ դիրքերում ենք, մենք մեր տեղում ենք, դա է խնդիրը։ Իրականում ինչ է կատարվում այդ կրակոցների տակ, դուք ինչ եք տեսնում, ինչ ուղերձ կա դրա մեջ։ Հանրապես կրակոցները ամենակիչը հետապնդում են մի բան։ Ամենակիչը սահմանամերձ գյուղերը մարդաթափել։ Պաստորեն Հայաստանի դեպքում սահմանամերձ գյուղերը թույլ չտալ, որ իրանք դառնան, ասենք, սահմանապահ գյուղեր եւ հայաթափվեն։ Դա ամենակիչ խնդիրն է, որ լուծում է նման, ասենք, փոխհրաձգությունները, որովհետեւ ոչ մի մարդու համար կոմֆորտ չի բնակվել են տան մեջ, որ դե բոլ չի, ասենք, նշանառուի կրակի տակ է իր, ասենք, բնակավայրը, իր տունը, իր ընտանիքի անդամը, հələ մեկ-մեկ էլ կրակում են թեկուս կտուրի վրա, թեկուս։ Ոչ մեկի համար կոմֆորտ չի։ Առաջներում նման հարց շատ է բարձրացվել, շատ 90-ական թվականներին, 2000-ականների, ասենք, առաջի 10 տարին, մինչև թուրքերը խնդիր դրեցին իրենց առջև ուժեղանալու եւ, ասենք, ռազմական ձևով խնդիրը լուծելու, դա մոտավորապես 2007-10 թվականից իրանք արդեն այդ անկանոն բանի վրա շատ քիչ էին ուշադրություն դարձնում, անում էին մեկ-մեկ էլի, բայց իրանց հիմնական ուղղությունը առաջի էտապն էր գրավել եւ հայաթափել Արցախը։ Հիմա երկրորդ էտապն է սկսել, դրա համար սկսել են փոխհրաձգություններ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա։ Էլ եմ ասում, առաջներում եղել են, բայց սենց կոորդինացված մի քանի գյուղի ուղղության վրա, ինչի այդ մի քանի գյուղը, այդտեղ երկրորդ բանն է, էլի պատճառը կարա լինի։ Այդ այն գյուղերն են, որոնք որ մեր դեպքում ֆլանգն են այն մեծ ու փոքր իշխանասարերի, որոնք որ թուրքերը գրավեցին, ոնց որ նշեցի 21 թվականի մայիսին։ Փաստորեն այդ խմբավորումը, որը որ բավականին կդրված վիճակում է, հեշտ կտրել բանից, մատակարարման աղբյուրներից, այդ ուղղությունը այդ ապահովելու է։ Կարանք ձախ ֆլանգից էլ, ասենք, նման բան ունենայինք, եթե Ջերմուկի կողմից իրենք առաջխաղացում չանեին 1.5 տարի, 1 տարի 3 ամիս հետո։ Նկատի ունեմ 22 թվականի սեպտեմբերին։ Փաստորեն մի հատված է, որ իշխանասարի այդ բարձր դիրքերը վտանգված է պահում։ Այդ ուղղությունն է, որը որ տեղ գյուղից դեպի ձախ է անգնում, մի քանի գյուղ է, Գորիսի գյուղերը եւ մի քանի գյուղ Սիսիանի գյուղերը։ Իսկ պատահական չի, իրենք հստակ ռազմավարական մտածված ծրագրով գնում են ու հենց այդ գյուղերն են թիրախետակ։ Ես այս վերջերս շատ էի բարկացած միտեղ եթերում ասեցի, մենք ենք հիմարը, ուրիշներին ենք հիմարի տեղ դնում, նկատի ունեի, ասենք, Ռուսաստանի ղեկավարին, Ամերիկայի ղեկավարին, Ֆրանսիայի ղեկավարին, իրենք իրենց շահերն են առաջ տանում։ Նույնը վերաբերվում է թուրքերին, Բաքվի թուրքերին։ Մենք անկանոն լինելով, փաստացի ուղեղից մի քիչ խնդիրներ ունենք, ու նման խնդիրներ, ասենք, բարդում ենք իրենց վրա, որ իրանք էլ ունեն։ Դա ընդհանրապես շատ բնորոշ է մարդուն, որը որ իր դիմագծերը, իր պահվածքը, իր շարժու ձևը, մարմնի կոնստիտուցիան,
դեմքի արտահայտությունները, այդ ամեն ինչը, ասենք, անում, հայլային փոխանցում է դիմացինին։ Նույնիսկ ծիծաղելի բաներ էր գալի, Ամերիկայի Միացյալ Նահանգները լինելով ստրկատիրական բան, հատուկ օրենք էին ընդունել, որ սևականների մեջ, նեգրերի մեջ մարդ չտեսնեն ու իրանց ինչի համար, որտեղ մարդը շփվում է մյուս մարդու հետ, ու իր մեջ սկսում է արդեն տեսնել ինքը իրեն հայլու նման։ Այ նույն ձևով մենք հայլու պես թուրքի մեջ տեսնում ենք այն ինչ որ մենք ենք, անհեռատես, չպլանավորող ոչ մի բան, մեր քայլերը չհաշվարկող, մի օրվա, մի ամսվա լավագույն դեպքում 1 կվարտալի քայլ անել, դա մեզ շատ բնորոշ է, այդ մենք այդ ամեն ինչը, նայեք, թուրքերը պարբերաբար ակտիվություն են սահմանի վրա ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Տաուշի մարզում, ասենք, Գեղարքունիքի մարզում եւ Նախիջևանի ուղությունից 2-3 մարզերի ընթացքում նկատմամբ 2010 թվականի մոտ 7-ից հետո կամաց հանգիստ 10-ից կտրուկ sense նվազեց, դառավ զուտ պատասխան ակցիաներ կամ ասենք անշնորհք զինվոր ուռած ելնում կրակումը փոխադարձած, բայց կանոնավորված ոնց որ հիմա է 2010 թվականից այսքան չի եղել, ինչի համար։ Թողել են այդ գիծը, անցել են ուրիշ հատվածի։ Այո, իրենք անցան Արցախի խնդիրը լուծելու եւ այդ խնդիրը լուծելուց պիտի չխանգարեր իրանց ոչ մի բան։ Եվ ինչ էին անում։ Իրանք 2010 թվականին կոնտրակտներ կնքեցին մեծ, սկսեցին զենքեր ստանալ ու այդ մատակարարումները սկսեց 2010 թվականից մոտավորապես, կոնտրակտների մի մասը եղել է դրանից առաջ, այդ զենքերը յուրացնել, սովորել, կիրառել, ճիշտ կիրառել, մարտավարական, ասենք, գործողություններին այդ զենքը օգտագործել, այդ ամեն ինչին ժամանակ է պետք։ Եվ իրենց այդ ժամանակը մենք տվեցինք, ուրախացանք, ուխ չենք կրակում։ Ուխ իրանք չեն կրակում, մենք էլ իրանց վրա չենք կրակի։ Եվ ինչի եկանք, որ 2012 թվականին ինքը իր սնայպերական դպրոցի շրջանավարտներին փորձեց հասկանալ լավն է, թե լավը չեն։ Դերեց սահման սկսեցին մեր վրա կրակել։ Մենք ի պատասխան, ես նույնիսկ մամուլի, ասենք, ասուլիսներից մեկի ժամանակ մի բան էի ասել, դες մի չթամբալ եմ, երբ որ sense իմ կարծիքով փայլուն միտք եմ արտահայտում, հետո մշտապես կրկնում եմ, ու այդ ասուլիսի ժամանակ ասացի, որ մենք լաբորատոր գլուխը կտրած գորտի պահվածք ենք դրսևորում, որի ոտը թաթախում են, ասենք, ցավոտ տեղ, ծծումբի, ասենք, թթուի մեջ, եւ ինքը ոտը բարձրացնում է, ռեֆլեկտոր մկանը ձգվում է։ Այդ նույնն է, որովհետեւ թուրքը գալիս կրակում էր սնայպեր 3-րդ բանակային կորպուսի տարածքում, մենք այնտեղ, ասենք, պատասխան սնայպերական բան էինք անում։ Թուրքը գալիս Գեղարքունիքի ուղղության վրա էր կրակում, մենք այնտեղ մենք սխալ ճանապարհով ենք քայլել ի սկզբանե ամրության հարցում։ Պրոֆիլակտիկան ընդհանրապես չենք հասկանում ինչ է, կանխարգելիչ գործողություններ մենակ գրքերով ենք կարդացել, ոչ մի կանխարգելիչ գործողություն չենք արել, հասել այն աստիճանի, որ ասենք ցանկացած դիրքում, չգիտեմ, ժամապահը տեսնում է, որ իր վրա ինչ որ մեկը քայլելով գալիս է, զենքը վրան, ռյուկզակով, եսի ինչով, բանը այդ ժամապահը շատ կոնկրետ օրենք կա, որ կոնկրետ բացադրում է ինչ պիտի անի ժամապահը։ Ինքի պիտի վերածվի, ասենք, մարտական գործողություն կատարող մարդու։ Դիրքապահը զեկուցում է վերև, ու այդ վերև զեկույցը ասում է միջև Երևան, Երևան էլ չէ, ասենք, պայմանական, ասենք, Ցարսկի դվարեց, էլ ասենք, կամ Բաղրամյան 26։ Բաղրամյան 26-ը մի հատ զեկուցում են, Դաժե կարող է քնից հանում են, ասենք, առաջի երկրորդ դեմքերին, իրանք որոշում են ընդունում, կրակեն թե չէ։ Այդ միջև գա, այնտեղ այդ մարդուն ասեն դիրքապահին արդեն հետախույզը կմորթած կլինի։ Այսինքն այդքան դանդաղ ենք մենք։ Հələ պատկերացրեք, քանի զեկույց պետք է գա։ Ուրեմն դիրքապահը զեկուցում է դասակի հրամանատարին, դասակի հրամանատարը Վաշտի հրամանատարին, հեռախոսով։ Նո վարկաններ հաշվելու չեն կարող, պահի տակ կողմնորոշվել եւ հարցերը լուծել։ Եկեք վարկաններով հաշվենք։ Զեկուցեց, հարցնում է դասակի հրամանատարը, որ ուղղությունից, այս ուղղությունից, պարզա 15 վարքան գնաց։ Մի անգամից հավաքեց 5 վարքան գոնե գնաց դրա վրա։ Բնական է, ընդ Վաշտի հրամանատարը նստած սպասում է լարված այդ պահին, մի անգամից վերցնում է 15 վարքան, էլի ու այդտենց կես-կես րոպեներով
ուրեմն դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, ուրեմն օպերատիվ հերթապահ, ասենք գումարտակում եթե կա, եթե չէ բախտը բերեց միանգամից շտաբի պետը զեկուցում ասենք գումարտակի հրամանատարին, գնաց ասենք բրիգադ, օպերատիվ հերթապահ կամ շտաբի պետ, այնտեղ հրամանատար, կորպուսի հրամանատարի տեղակալ կամ ասենք շտաբի պետ կամ օպերատիվ հերթապահ, կորպուսի հրամանատար, գնաց պաշտպանության նախարարություն, արդեն 10 հատ կես րոպե աշխատեցինք, հասկացա։ 10 հատ կես րոպեն ինչ է անում, 5 րոպե ամենը քիչը։ Դուք առաջ Իսկ հələ Երևանում ասենք որ մի հատ էլ գա առաջի դեմքերին հասնի, հələ իրանք զուգարան են մտնում մեկ-մեկ, չէ, ասենք հեռախոսի վիճակի չի։ Ամեն պահի հեռախոսի հոյտները ասենք կաբելային այդ հեռախոսները, որ իրանք իրավունք չունեն, էլի, նման հարցեր բջջայինով բան անել, որտեվ լսելու բանը ոչ մեկ ապահովված չի մերկելը վկա, էլի ասենք։ Փաստորեն պետք է լարով հետո զուգարան տանի, չէ, ուրեմն զուգարան գնալ կա, հաց ուտել կա, քնել կա։ Կարճ ասած, հələ եթե բազմապատկենք 10-ով ինչ է դառնում։ Իսկ եթե արդեն տեսել է ու գա հասնի իրան, իսկ ուստավը, որը որ շատ-շատերը չգիտեն դրա մասին, որ ուստավը դա բանն է, օրենք է։ Ոչ թե sense բառացի օրենք է, այլ օրենք է, որը որ Հայաստանի Հանրապետության գլխավոր գերագույն մարմինը ժողովրդի երեսփոխանները ընդունել են այսպես բան անելով կամ արդեն կնոպկա են սխմել։ Դա օրենք է։ Ինքը շատ ավելի վեր է, քան ասենք հրամանը անգամ պաշտպանության նախարարի, անգամ գերագույն գլխավոր հրամանատարի, ասենք եթե պատերազմական գործողությունների ժամանակ, գիտեք արդեն, այդ ոլորտի ղեկավարը դառնում է երկրի ղեկավարը։ Այսինքն խախտելու դեպքում մարդուն քրեական պատասխանատվության անգամ կարող են դրա համար ոչ մեկ գրավոր հրաման չի տալի չկրակելու։ Հա։ Պարզ է։ Բայց մենք ժամանակին ամենամարտունակ բանակը չունեինք, ամենայն դեպս այդպես էին մեզ ասում։ Ժամանակին լավ հավեսով մենք մեզ խափում էինք։ Խափեություն էր։ Ինքնախափեություն։ Երբ որ այդ հարցերը բարձրացրեցի, երևի այդ վաղտվանից աշկի փուշ դառա, ասենք, որոշ մարդկանց համար, եւ իրենք առիթ ընդունեցին իմ կորպուսի հրամանատարի այդ բախումները 97 թվականին, 98-ին իսկ ծառայությունից հանեցին աստիճանազրկելով եւ այլն եւ այլն։ Մահանա բռնելով բնական է ուրիշ բան։ Ոնց որ ասենք քաղաքական ինչ-որ ենթատեքստը կարա վերածվի խուլիգանական հոդվածի կամ ասենք 2 կիլոնոց ասենք բանը հաշիշի գրպանի մեջ, ասենք պիստոնի, չէ, ասենք կարա լինի։ Որ ասում են համ գրի, համ կեր բան։ Ես իհարկե ոչ մի բան չեմ գրել ինչից կարար վարքաբեկեր, բայց ով վա դրա վրա նայել։ Ես արձակուրդ լինելով ինձ բանը ինքնական զորամասը թողնելու պատճառով, ասենք, հիմնավորմամբ ազատել են ծառայությունից։ Լավ, բայց ես դրա մասին չեմ խոսում։ Բայց այդ մասով դացս 30-ով տալիս էին իդեպ, որ պահին որ դուք ստանդարտից դուրս տեսակետ եք հայտնում, ես հիշում եմ, որ որոշ գնդապետ նորնակ Վալոդիա Հովհաննիսյանը հիշեցնում է, որ իրեն բանակից ախր հեռացրել են։ Վալոդիա Հովհաննիսյանը հա, բանա, այն որ աշխատավարձի թոշակի բարձրացման բանով սկսեց, հետո արդեն մի քիչ ընդլայնեց շարժումը։ Հա, հիշեցի, մի 10 տարի առաջ։ Հա, հիշում եմ։ Ոչ մի բան չկար, որտեղ ինքը արդեն ծառայության մեջ չէր։ Ու ես հիմա լինելով ծառայությունից դուրս ու լավ հասկանում եմ, որ ծառայության մեջ գտնվելով եւ հիմա ես սարուձոր տարբերություն է։ Երբ որ դու ծառայության մեջ ես, դու շատ բաներով սահմանափակված ես։ Եվ դու չես կարող ելնես հրապարակավ հայտարարես, ասենք, որ էսի սխալ է, սա ուղղելապետ։ Դուք ներսից փորձել եք այդ սխալները ասել, դրա համար են ձեզ սխալները ասեմ, չէ, սխալները ուղղեմ։ Հա։ Ուղղեմ։ Գործ են հարուցել, բայց փորձեցին։ Բայց ի տարբերություն իրանց ես ամեն ինչ կարդում էի ստորագրելուց առաջ եւ ասենք չկարողացան։ Լավ, հիմա չփորձեմ էլի եւ ոնց որ ասած ինձ սպիտակ ագրավի տեղ ցույց տամ։ Ես լավ էլ ասենք սև եմ եղել այդ սև ագրավների մեջ, որովհետեւ ասենք չեմ պայքարել, նենց ոնց որ շատ-շատերը պայքարել են։ Երբ որ ինձ ծառայությունից հանեցին, ես սկզբից նեղացա, սկսեցի խմել, հետո ջղայնացա, ասի դու գնացեք ու կորեք, էլի։ Չպատկերացրեցի, որ գնալով սենց վիճակի կգա։ Արդեն մի 10 տարի հետո արդեն բավականին շատ բաներ փոխվել, որտեվ Թուրքիա ուժեղանում էր, նույն տեսքի մեջ ստատիկ դիրքը դա ճահճացում է, դա մահա։
Մանավանդ եթե ամեն ինչը համեմատականի մեջ է, թուրքերը զարգանում էին։ Եվ այդ ժամանակ ես արդեն սկսեցի ակտիվ հասարակական գործունեության մեջ դատախվել եւ 13 թվականից նախաձեռնեցի ՈՄԱ-ի բացելը։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, էլի մենք շատ հարցերում թուրքերին զիջում ենք ոչ թե դրա համար, որ իրանք շատ ավելի շատ զենք ունենք։ Նայեք, դուք ասեցիք, որ շատ բանա չէ, օրհասական ուրիշ բառերով, բայց նման բան ասեցիք։ Օրհասականա ինչ առումով։ 90-ական թվականներին, եթե հիշենք, եթե ամեն ինչը ճիշտ հիշենք, եկեք համեմատականներ անեմ։ 1988 թվականի ուրեմն հունիս թե հուլիս, կարող ամիսների մեջ սխալվեմ։ Սովետական միության, ասենք, Գերագույն խորհուրդը եւ ներքին գործերի կոլեգիան եւ ներքին գործերի հրամանատարը, Սովետական միության հրամանատարը չէ, նախարարը, մինիստրը, ուրեմն հրամայում են եւ թույլատրում են եւ հրամայում են ստեղծել 10,000-անոց օմոն Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում ենթակա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի մինիստրին 10,000-անոց օմոն։ Այդ թիվը լավ հիշենք։ Թիվը 88 10,000 ոստիկանության զորքեր։ Օմոնը դա ոստիկանական զորքեր է, դա ոստիկաններ չեն։ Հա։ Մեզ 1990 թվականի հուլիսին թույլատրեցին ստեղծել MVD-ին կից, ներքին գործերի մինիստրությանը կից, ուրեմն մի գունդ թվով 1800 հոգի, 2 տարի հետո 5 անգամ ավելի քիչ։ Ոնց է։ Ինչքան էլ զենքերով, զենքերի հեռահարությամբ, չգիտեմ, այն մեկը զենիթարտիրային, այն մեկը ԱԹՍ, փորձենք sense դնենք համեմատենք։ Դե ինչ եք ասելու եք մարդը, մոտիվացիան, իհարկե։ Դա շատ կարևոր գործոն է։ Իսկ հիմա sense մի հատ բան հարցնեմ։ Բայց այն ժամանակ բանակի։ Իսկ հիմա մի հատ բան հարցնեմ, 10,000-անոց օմոնա։ Ոնց եք կարծում, իրա դեմով էր կայնած։ Ես մի ժամանակ ասում էի մենք 500 հոգի ենք։ Որտեվ ես այդ ֆիդայական, ասենք, շարժման մասնակից եմ եղել, ոչ թե կամավորական, այլ ֆիդայական, որը 89 թվականի ամռանից է սկսել, ես օգոստոսին, սեպտեմբերի սկզբին իմ առաջի բանն ա եղել։ Բայց այդ ժամանակ, ասենք, գլխավոր հրամանատարը, то есть մեր զինված ուժերի հրամանատարը, ինքը ինձ ճշտում է, ասում է 687, բայց իմ հաշվարկներով այդ երևի են բանա իմ համար անհայտ տղեկներ են, էլի ասենք, գումարվում։ 687 10,000 օմոնի դեմ, հա, օրինական զենք կրող BTR-ներով եւ այլն, ասենք, զրահատեխնիկա ունեցող, բայց ասենք ոչ թնդանոթներով, բայց խոշոր տրամաչափով, ասենք, BTR-ներով սպառազինված 10,000-անոց օմոնը եւ ինքնաշեն եւ որսորդական զենքով զինված կամավորները, սկզբից ֆիդայի խմբերը, հետո կամավորները, հա, ու կամավորների թիվը իհարկե մի 10 հապատիկ աճեց, բայց 10,000-ի երբեք չհասավ։ 10,000-ի չհասավ։ Բանակը դա ես կարամ հեշտ ապացուցեմ, հասկանում եք այդ ամեն ինչը։ Ես մի քիչ թվերին, ասենք, տիրապետում եմ, որտեղ անմիջապես լինելով ոնց որ ասած արտաքին ճակատի հետ շփվող մարդ, ես պիտի իմանայի, ասենք, մեր տարածքում ինչ կա, որ համեմատական հետախուզել եք։ Կարճ ասած, պիտի դու քո բազան իմանաս, որ հետախուզես հակառակորդին։ Իսկ քանի որ ես անմիջապես, ասենք, իմ հաղորդագրությունները ընդունողը Վազգեն Սարգսյանն էր, գլխավոր հրամանատարը, անկախ իր պաշտոնավարման, ասենք, պաշտոնից։ Ուրեմն ես մի քիչ տեղյակ եմ թվերի։ Մեր ջոկատների թիվը 10,000-ը չի գերազանցել։ Դա վկայում է նաև այն, որ, ասենք, ամենասկզբից երկրապաների միության անդամները 7,800 էին։ Որ ատեստավորում անցկացրեցին, ես էլ 2 հատ ատեստավորում եմ արել, մեկը Փաստացի Դիլիջանում, մյուսը, ասենք, թղթերն եմ նայել Ջերմուկի ջոկատի ատեստավորումը 7,800 հոգի, то есть օմոնը արդեն ավելի շատ էր, քան չզինված։ Բայց քանակը որակ չի, չէ՞։
շատ կարևոր է որակը համախմբվածությունը, որը մենք այսօր չենք տեսնում։ Չէ, ես գալիս եմ ոնց որ թե ասում եմ, որ մենք ավելի չզինված լինելով թուրքերին կարացել ենք կայացնենք։ Իսկ որտեղ ենք կարացել կայացնենք։ Որտեղ է մեր հաջողությունները։ Հենց այդ համախմբվածության մեջ է, դա գաղափարն է, որ հատվածում։ Որտեղ։ Միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծվելը միայն անհաջողություններ են եղել։ Միայն։ Այն փոքր հաջողությունները, ասենք Շամշադինի եւ Իջևանի արանքում այդ մի պոստը գրավելը 97 թվին իդեպ, ասենք, թուրքերը հետ վերցրեցին։ Երասխավանից գինու գործարան հասած թուրքերին սկզբից 9 հոգի, հետո 27 դարձած թուրքերին հետ քշել 3000 հոգով, դա հաջողություն էր։ Հաջողության հոտ չի գալի օրից։ Տիգրանաշեն, որը ասենք 4 ոստիկան էր թուրքական պահում, OMON-ը չեկավ իրանց պաշտպանելու, եւ տեղի բնակչությունը կամաց ասենք դուրս եկավ։ Տիգրանաշեն վերցնելը հաջողություն էր, բայց ոչ ռազմական, ճիշտ է։ Փաստորեն ռազմական հաջողություններ մենք չենք էլ ունեցել մինչև կանոնավոր 91 թվականի տողի կես գյուղի գրավումը 91 թվականի հոկտեմբերին կարծեմ։ Էդ էլ ասենք եսի ինչ հաջողություն չէր։ Առաջի հաջողությունը եղել է ասենք Խոջալուի հայերի համար արդեն 30 տարի Իվանյանի ազատագրումը, դրանից հետո Շուշին իր շրջապատող ասենք բաներով, գյուղերով ով է չի երկար ժամանակ, մի տարի համարյա միայն անհաջողություններ։ Արծվաշեն, Շահումյան, Մարդակերտ, Ասկերանի կեսը, Հադրութից եւ Արտոնոց մի քանի գյուղ, նենց չէ, որ ասենք մենք շատ լավ մարզված, մոտիվացված զորք ենք ունեցել, ոչ, մենք ցանկացած անհաջողություն, որ մի քիչ սկսում ես բան անել, հասկանում ես որտեղից է գալի։ Կամավորականների կամավորական տարի տոկոսը հենց նվազում էր, նորակոչիկներ, միլիցեք, ոստիկանները մեծ տոկոս են սկսում կազմել այս հատվածում, անհաջողություն արդեն հասկանում ես որտեղից է։ Որտեղ որ կամավորների տոկոսը մեծ էր, հաջողության վրա։ Շատ-շատերը մոռացել են իմ համար չսիրված կերպար Մանվել Գրիգորյանի գործերը։ Ես իրան չեմ սիրում, ես իրան երեսին եմ ասել, իրավաղ չեմ թաքցրել, ես իրան ձեռ չեմ մեկնել, չնայած երբ որ իրան սկսեցին վարկաբեկել, ես իրանի պաշտպանության հասել եմ ոմա եւ մասնակցել եմ իրան պաշտպանող, ասենք, ակցիաներին, ինքը մեծագույն գործեր արեց, ումով սա 5-րդ բրիգադը կամավորական բրիգադ էր։ Երկրապահի կազմակերպվածությամբ էլ, ախր այնքան շատ են Մանվելի լավ գործերը, չեն կարա Մանվելը երկրապահներ իրեն հիշել որպես տուշոնկի գող ու ասել էդ են մեր գեներալները, էլի։ Չէ, ինքը երկրապահներ գրեթե չուներ իր մոտ, կամավորներ էին, որոնք կամավորագրվել էին 5-րդ բրիգադ, շատ քիչ մարդեր նախկին երկրապահներից իր մոտ բնացել, շատ քիչ, երևի Մասիսի տղաներն էին մենակ, Մարմարաշենի, Մասիսի ու վերջ, երևի թե։ Բա ինչի չեք սիրում։ Չէ, ինքը քանի որ ինքը ի սկզբանե երկրապահ չի եղել եւ այն ժամանակվա երկրապահները այնց հեշտ չէին ընդունում ոչ երկրապահի, ոչ էլ, ասենք, կադրային սպայի հրամանատարությունը։ Օրինակ, երբ որ Ռեմիկը Մարդանյան հրամանատարը լինելով 5-րդ բրիգադի, երբ որ իրան հանեցին Մանվելին դրեցին, շատ լուրջ խոսակցություններ գնաց։ Այն դեպքում, որ Ռեմիկը սպեցնազի սպա էր, խելքը գլխին սպա էր, բայց այնտեղ что-то не поделили։ Լավ է, ասածս որն է, Մանվելը ղեկավարում էր կամավորականների բրիգադը։ Դրա համար է եղել, ասենք, իր հաջողությունները Մարդակերտի ուղղության վրա, Հադրութի ուղղության վրա, բոլոր անհաջողությունները, որ նայում ես
93 թվականի հորադիս ուղղության վրա մեր անհաջողությունները բացատրվում է ուրեմն բանով Ղափանի նորակոչիկների բրիգադը, որ ընդեղ էր, իսկ բանը քիչ թե շատ դիմադրություն են արել ոստիկանները։ Օմոնի գնդի, ասենք, տղաները, կորուստներ տալով, զոհվածներ տալով։ Հասկանում եք, երբ որ դու լավ չես պարապացնում զինվորի, լինում է այն ինչ որ լինում է։ Այն ինչ որ լինում է 20 թվականին, այն ինչ որ լինում է 93 թվականի դեկտեմբերին, 94-ի, ասենք, հունվարին։ Բայց մի քիչ ուրիշ ռակուրսից որ նայում ենք, ինչքան էլ հա այսպես դետալացված, եթե գնանք ամեն մեկի մեջ կգտնենք խնդիրներ էլ մեր գեներալների մեջ էլ տարբեր դրվագային լիքը կգտնենք։ Ախր ես դրա հետ հասկանում եմ, բայց իմ հարցը ուրիշ բանի մասին էր։ Համախմբվածության, որ այսօր մենք չունենք այդ համախմբվածությունը։ Հիմա աշխարհի զենքերն էլ եթե բերենք հիմա մեր բանակին դցնենք, ես վստահ չեմ, որ այդ բանակը էլի կդառնա այն մի գաղափարի համար այսպես պայքարող բանակ, չգիտեմ, որովհետև այդ պառակտվածությունը այս պատերազմի ժամանակ ջրի երեսն է։ Լրիվ համաձայն եմ, բայց միևնույն ժամանակ համաձայն չեմ, որ այն վաղ պառակտվածություն չկար։ Կար, իհարկե։ Բայց այս աստիճան, բայց այն ժամանակ գոնե գեներալներին չէին անվանել։ Դանիելյան բանը, ուրեմն Արարատը, ես ու Աղաջանյան Վարդանը վերցնում ենք Շամշադինի եւ բանի արանքի պոստը, Գիջևանի, որը որ հիմա հետ են վեկալել արդեն 20 տարի է թուրքերը, եւ գալիս են մարդիկ 3 օր հետո մենք 3-ով 7 կիլոմետր սարերում տարածք ենք պահում, արդեն աշկերտները ասես փեդի ճղեր ենք դնում, որ աշկերտները մեր չփակվի, ձեռներից զենքերը որսորդական բնական է, մեկ նայում ենք ավտոմատներով, կարաբիններով տղեկ են գալիս, ասում են որտեղից եք, ասում ենք դե Հայաստանից, որտեղից պետք է լինենք, հələ Արարատը Դանիելյան խնդած ասաց ես բանից եմ, Ղարաբաղից եմ։ Ասես չէ, որ ջոկատներից եք, ասենք դե մեր շտաբը բանա, հեշեի շենքի պատվալում է, ֆռացին, ասին, մերոնք չեն, ու ֆռացին գնացին։ Մենք նորից 1.5 օր այդպես ճղերը աշկի տակ ցած դրած, որ հանգած աշկերը չփակվի, այդպես 1.5 օր էլ բանալինք, միջև Չարլիի տղեկը եկան մեզ օգնության եւ փոխարինել։ Այսինքն ներքին բաներում եղել է մերոնք ձերոնքը, բայց հասարակությունը մեծաշով դա չի տեսել։ Լավ էլի։ Երբ որ ասենք այն օրհասական պայտակ առաջանում Շահումյանի վրա բանալնում, մեկ էլ ասենք հասարակությունը մասսայական միցինգ անում, որ այդ միցինգից ամեն 10-րդը դգակռվի դաշտ, ասենք ֆրոնտը կստաբիլիզանա։ Հելում ասենք իշխանության դռներն էին ջարդում, բան ծանոթ բառեր, ասենք 20 թվականից առ այսօր, ասենք այդպես բառեր շատ ենք լսում։ Հասարակություններ անում։ Պառակտվածություն էր մտցնում բանակում հասարակությունը։ Բա եթե ասենք խոսքի հասարակությունը չի ենթարկվում գլխավոր հրամանատարությանը, Միացյալ ուժերի շտաբը, հետո մի կերպ ենթարկվեց։ Հաբը չի ենթարկվում, զինաթափում են ստիպված, մի մասը ենթարկվեց, մի մասը բայց գլոբալ խնդիր, որպես զանգվածաբար բոլոր այն գեներալները, որոնք մեր համար տարիների վեր հերոս են եղել։ Պետության արդեն ստեղծված ստրուկտուրան, բանակ, եւ ջոկատները, որոնք որ պիտի որ ստեղծեին այդ ստրուկտուրան, իսկ հաճախ հանդիմանում էին եւ չէին ստեղծում։ Հիմա նման բաների մեջ մեկ-մեկ ինձ են մեղադրում, խնդալս գալիս է։ Ինչի՞։ Որովհետև այն ժամանակ 90-ական թվականներին ես հատուկ նշանակության խմբի հրամանատարն էի եւ իմ ենթակայության տակ էր Դիլիջանի ջոկատը, թվով 135 հոգի։ Այնտեղ ու հետախույզները 6 հոգի։ Երևանի ենթախմբերով բաներով սաղ իրար հետ 150 հազիվ ենք դառնում, բայց 150 հոգի։ Իմ հրամանատարության տակ էր 90-ական թվականների սկզբին։ Միջև բանակ ստեղծվել է։ Հիմա իմ ենթակայության տակ 60 հոգի է։ Սփռված սա Հայաստանով մեկ ուսումնական կենտրոններում դասատու են, ինստրուկտոր։ Ես ինստրուկտորներով ում միանամ։ Ես ինստրուկտորներ եմ պահում այն առարկաներից, որոնք որ բանակը չի պարապաստում։ Եթե բանակը պարապաստներ, ես ինչի համար եմ ռեսուրս ծախսում դրա վրա։ Չեն համագործակցում ձեր հետ։ Դուք որովհետև շատ հարցերում
շատ դիպուկ դիտողություններ եք անում հրապարակային հարցազրույցներում, դուք հայտարարություններ եք անում, որ մասնավորապես ոմայի ալպինիստների գումարտակում ցուցումներ էին հատուկ տվել, թե որ բարձունքներում մենք պիտի պաշտպանական ուղղությամբ աշխատանքներ կատարենք, ինժեներական աշխատանքներ կատարենք, որպեսզի այդ բարձունքները ռազմավարական նշանակություն ունենան հետագայում արդյունք ապահովելու համար։ Ասեցիք, որ չանեք հանցավոր անտարբերություն կլինի, այս կլինի, այն կլինի։ Արեցի՞։ Դե չարեց կորպուսի հրամանատարը, ոնց որ հենց դրա համար իրան միջև հիմա դատում են։ Չանելու համար։ Ոնց որ թե 21 թվականից, ինչքան հիշում եմ, 21 թվականի վերջից արեստի տակ է գեներալ մայոր Հարությունյանը։ Դատվում է հենց չանելու համար։ Կարող է իմ խոսքը չանելու չէ, այլ պրոստը այդ բաները չանելու, որը որ ես իրան ասել էի։ Ինչի դա կորպուսի հրամանատարի մասշտաբով լուծվող հարց էր։ Բավ, հələ կորպուսի հրամանատարը շատ էլ է։ Դի վաշտի հրամանատարը պետք է մտածի, դասակի հրամանատարը պետք է մտածի, որ իր ենթակաները, եթե սենց քարերի մեջ պարկելով ցելոֆոնից պալատկեքի մեջ մնան, կմրսեն, կհիվանդանան։ Առանց թուրքի օգնությամբ կմեռնեն։ Այսինքն այդ պայմաններն էր տիրում բարձունքներում։ Բա 2021 թվականի առաջի կեսը ինչ պայմաններ է, մոռացել եք համացանցում ինչքան ռոլիկներ էր։ Այն վաղ ես դրա մասին չէի խոսում։ Այն կիսավրանային, վրանային պայման ցրտի։ Ես չէի խոսում դրա մասին, որովհետև ասենք հենա տենում են մարդիկ ու կարող ասեն գաղտնիք ես բացում, դե թուրքը չէր տենում, չէ՞, ապուշ ասենք 200 մետրի վրա այդ պայմանները չէր տենում։ Դե որ հանգարց այդ հանճարների մեղադրանքներից չհնչի իմ հասցեին, ես դրա մասին չէի խոսում, տեսնում եք, չեք տեսնում, ոչ մի բան ձեր աչքերը չի բացի, բայց փաստա չէ, էդի կարար աներ դասակի հրամանատարը, բայց վերևից չպիտի հրաման լինի, վերևից չպիտի հրաման լինի, որ հրաման լինի խիչ պիտի անի։ Հիշում եք մի քիչ առաջ կրակոցի մասին էի խոսում, որ կրակոցը հերթո պիտի տենց հասցնի, երբ որ ցուրտ է, ինքը թշնամու է, նույն ձևով ցուրտը թշնամի է կամ անձրևը, թշնամի է, գալիս է քեզ սպանելու, ցուրտը, թուրքը, անձրևը, ու տենց ասենք տարբեր թշնամիներ կան, օձը, մա գյուրզան գալիս է դեպի ոտդ, կամ ցուրտն է գալի, ասենք ցրտա հարում է ոտդ, հայ-հայա, դու պետք է զեկուցես միջև երևա, թե ասենք խոսքի կոշիկդ հանես, որ չցրտարվի, թեկուս մի հատ թերթ փաթաթես նասկու վրա, տենց հագնես, գոնե մի շերտ պաշտպանիչ տաքության, Իսկ դուք ինչ եք առաջարկում կորպուսի հրամանատարը, ինչ պետք է աներ այդ պայմաններում։ Մինիմում հրամանատարներին, գնդերի եւ բրիգադների եւ հետամուտ լիներ իր հրամանները ոնց են կատարվում։ Չէր հրամայել, զուտ չէր ասել, անտարբեր էր։ Կարող է ասել էր կանեք։ Հայկական ձևը էլի, իրանց մեծ եսիմ ինչի տեղ դրած, ես բազմաթիվ, ասենք, իմ առաջարկությունների վերաբերյալ լսել եմ մենց մարդիկ ոնց են ասել կանեք։ Իսկ Վարդանովն ինչ ասում է կանեք։ Ու այդպես էլ չեն արել։ Դե բնական է։ Չինովնիկին երբ որ ասում ես կանես, դե ոչ մի բան չի փոխում։ Չինովնիկին պետք է ասես, եթե չանես, ես քեզ սենց կանեմ։ Այս դիրքում հետնել ասենք մի հատ վարորդ վեգալես, որի ինքը այսպես ուսին խփի, այն կարգին հաղորդման պես ասի, հիշում ես, չէ՞ իմ հետ ինչ պետք է անես։ Այդ վարորդին բերես կողքը կայնացնես, որովհետև դու այդքան ժամանակ չունես վերջնի կողքը լինի։ Բայց չինովնիկը ինքը պետք է ոչ մի բան չանելով աշխատավարձ ստանա։ Բյուրոկրատիան դրա վրա է կառուցված։ Վերադասը Պապիկյանն է, ինքը պիտի վերահսկի։ Պապիկյանը չեն զեկուցում։ Ամեն ինչ հնարավոր է տեսնել։ Այդ վաղ Պապիկյանը չէր իմիջիալոց։ Ուրիշ նախարար էր։ Բայց Վաղարշակ Հարությունյանը, հա։ Կանեք։ Էստել է տենց ասել, իրանել են տենց ասել, չեն հետևել։ Էսել չի պատկերացրել, որ հետո գալու են ասեն բաուրա ու քրեական գործ են սարքել ու սարքել չէ՞ էլի արսասնում էր։ Միայն այդ մի քանի դիրքերի մասին է խոսքը, պարոն Վարդան։ Մի քանի դիրքը էդի զոդից մինչև Արաքս։ Նոր բացված ճակատի մասին է խոսքը։ Այն որ առաջ ադմինիստրատիվ սահմաններ բաժանող քեզ
Արցախի Վահանից, որը ծածկում էր քո մեջքը, այնքան ենք հաբրգել, դաժե մաշկ չունը, չենք պահում ընդ էլի, Վահանը հերիք էր։ Հիմա Վահանը ասես պլոկել հանել եմ վրաներիցս, դե մկանները երևում է, ներվային վերջույթները երևում է ու չենք էլ պատրաստվում ասոբի ընդ մի բան անենք, հա։ Այդ կորպուսի հրամանատարին դատելուց հետո արեցին ձեր ասածը։ Չէ, ոնց որ չեն դատել, պրոցեսը ինքն ձերբակալված արդեն նրա իրավահաջորդը արել է, անում են, բայց ոնց ձեզ ասեմ։ Ես ռուսական կրթություն ունեմ, ես չեմ հիշում, մենք առաջ զրուցել ենք, երևի չէ, զրուցել ենք մի քանի անգամ, այս ներող եղել իմ կանտոզյաները թույլ չեն տալի լավ հիշողություն ունենամ դեպքերի վրա։ Ուրեմն բանը կաշու մասլом не исправишь, էլի ռուսական ասացված կա։ Հայերեն չգիտեմ ոնց կալի, դրան adekvat։ Չի խանգարի, չէ, ավելի ամուր լինի սահմանը։ Դե, իհարկե։ Այնի շուր կառուցվում է, կարա բավարար լինի։ Ինչ էլ լինի, ինձ թվում է չէ։ Էլի։ Ինչ էլ անես բավարար չի, մի հատ հասարակ բանի պատճառով։ Ես դա ասել եմ առաջի անգամ, ինձ զանգել էին, ասենք, պաշտպանության նախարարությունից 14 թվի նակավյոր են կանչել են ջահելները, այն վաղտվա գեներալները, էլի, մոռանալով, որ խոսքի ես մի քիչ ավելի երկար ճամփա ունեմ, էլի, քան իրանց պատկերացրածն։ Նակավյոր էին կանչել խես տենց բան ասել։ Ոստ լավ եմ արել։ Մեռա ձեզ այսպես փոքր թուղթ ղրգել, հետո Զորի Բալայանի միջոցով այսպես թուղթ ղրգել, հետո սենց տարբեր, ասենք, միջոցառումների ժամանակ աղբեր։ Տեղից շարժվել։ Ուրեմն դուք հիմա, ասենք, խոչընդոտում եք իմ երկրի պաշտպանությանը, ու ես ինչ էի ասում, որ այդ նույն բանը կաշու մասլом не исправи, բանա не испортишь, հա։ Ու թուրքերը ռևանշիստական քաղաքականություն են վարում։ Ռևանշիստական, ասենք, հունի մեջ իր քաղաքացիներին դաստիարակում են, բանակը այդ ոչի մեջ պատրաստում են եւ հնարավոր չի մշտապես պաշտպանվելով սարի պես տղեն ռագատկի քար չդառնա, կամ ավելի մանր, պլյաժի ավազի հատիկ։ Նայած ինչ քամիներ ու արևա ու ինչ ծովի ալիքա։ Հնարավոր չի, ինքը միտեղ կուկուտակի ուժը, միտեղ հարաբերությունը կբերի 1-20-ի ու կճղի քո առաջնագիծը։ Այո։ Ու տենց էլ եղավ 20 թվականին, հենց տենց էլ եղավ։ Իսկ քանի որ դուք նաև առաջարկ եք արել սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հետ կապված կոնկրետ քայլեր ձեռնարկել, ասել եք պաշտպանական ուղղությամբ լուրջ քայլեր են պետք, որպեսզի այդ սահմանների բնակիչները իրենք կարողանան ինքնապաշտպանությամբ զբաղվել եւ այլն։ Վերեցին իրանցի հատվածում հպարտության պատ դրեցին։ Այդ պատը կարող է պաշտպանել բնակիչներին, թե չէ։ Չի կարող պաշտպանել, ինքը կարա տեսադաշտից հեռու պահել ու թույլ չտալ, որ նշանառու կրակ լինի, ասենք, բնակիչների վրա, մանավանդ, ասենք, դպրոցի երեխաների վրա։ Ոչ ավել, բայց երբ որ իրանց բան են ասում, օրինակ իրանցի հետ կապված ես ինչ ասում էի, կեսը արվել է։ Օրինակ Պաշտպանական գիծ միջև սահմանի, ասենք, փոփոխություն լինելը։ Ես ինչ էի ասում։ Հայտնի է, չէ, որտեղ պետք է լինի, ասենք, նոր կրակաբաները սահմանա։ Ուրեմն համապատասխան տեղում կրակակետեր դնենք։ Եթե չզիջենք թուրքերին, սա կլինի երկրորդ գիծ։ Եթե զիջենք, գոնե, ասենք, բաց դաշտում չեն հայտնվի մեր սահմանապահները, կնստեն այդ դիրքերը արդեն փոխհրաձգությունների դեպքում։ Եվ դա սարկացեր ոմայի գմբեթների տեսքով։ Իսկ ինչ տարբերություն հասարակությունն անում, թե ասենք պետության չինովնիկները պաշտպանության նախարարությունում աշխատող։ Ես կարծում եմ տարբերություն չկա։ Եվ ես այդ բանով արխային էի, բայց դա գալիս է մի հատ ուրիշ կարևորագույն հարց։ Կգա բնակիչը այդտեղ։ Թե կդատարկվեն գյուղերը։ Եկեք սովորական մի հատ հաշվարկ անենք։ Ասենք սահմանապահը քայլում է այդտեղ 2 հոգով, խոսքի 1 կիլոմետրի վրա, ասես գնում գալիս է 2 հոգի։ Եթե հադրենք 10 հոգի այդ 1 կիլոմետրի վրա, բան
նստած են, սպասում են փոխհրաձգությանը, այս երկու հոգին գալիս են, այս 10-ին միավորվում են, 12 հոգի, ասենք, այդ մոտավորապես 1 կիլոմետրի վրա կրակակետերն են, ջոկերի դիրքերն են, որ հիմնականում մեր ու թուրքերի մոտ եղել է 94 թվականի ծեսքում։ Հիմա էլ է այտենց, էլի ասենք, կարող է միտեղ 30 հոգի լինի, միտեղ 20 հոգի, բայց հիմնականում ջոկ դասակ, ասենք, դիրքեր են։ Մենք ականատեսն եղանք, չէ, որ հնարավոր է դիրքերը ճղել։ Այն որ Վարդանովը ասում էր 20 տարի առաջ, փոստուն այնքան էլ սխալ չէր ասում, որտեղ թուրքը դեբիլ չէ, էլի, գասս ճակատով բետոնին խփի։ Ինքը կարա պրոստը միտեղ ուժ հավաքի, ու տեղ խփի։ Այդ ուժը կարող է BTR-ի, ասենք, կամ չգիտեմ, կռազի ծանրության ու էներգիայի, ասենք, կինետիկ էներգիա ունեն, այդ պատը բլելը իր համար մեկից մեկա, ջրականը քեզ վկա։ Ուրեմն նիկակիղ գարանցի, որ ասենք այդ 10-12 հոգին կպահեն, չէ, այդ հատվածան, ով է իրանց առաջի օգնություն հասնողը։ Ամենամոտիկ գտնվող գյուղաբնակ, մեր քաղաքացին, որը որ այդ մոտակա գյուղից վազելով կգա պոստ, որը պիտի զինված լինի, պատրաստված այդ գործողությունների վրա էլ, ասենք, մի քանի անգամ այդ տարվա մեջ այդ վարժանքները արած։ Գյուղի տղամարդկանց պետք է զինել եւ պատրաստել պաշտպանության։ Այնքան էլ համաձայն չեմ տղամարդկանց, կարծում եմ հայերի։ Կանայք տղամարդ թեկին ես արդեն շատ վաղուց լինելով Շինգավիթում մեծացած, Չարբախում հասունացած մարդ, շատ վաղուց եկել եմ դրան, որ մեր կանայք, գիտեք ինչ, առյուծի եկա իրոք էլի, ասենք, առյուծա։ Հաճախ ասենք ворցը այնց մի քիչ կասկածում ես ինքը առյուծա թե չէ, բայց եկա, եթե առյուծա, էլի անվիճելի է։ Հա, ես բեռը չեմ դնում կնոջ ուսերին, կինը հաճախ ինքն է ուզում վերցնի, չենք վեկալում։ Օրինակ 20 թվականին գլխավոր շտաբի պետի հրամանով գումարտակը, որ ես հավաքում էի, շատ ավելի մեծ կանանց բան կար, ցանկություն կար գումարտակ ընդգրկվել, բայց շտաբի պետը ինձ արգելեց, ասեց մաքսիմում մի հատ բուժքույր, դες 14 հոգի տարա։ Հնարավոր է բնակիչներին պատրաստելով եւ ֆիզիկական պատրաստվածությամբ եւ զենքով, դա էլ բավարար չէ։ Թալիշ գյուղում, ուրեմն ինչքան հիշում եմ, ներքին գործերի ու անվտանգության տվյալներով, ես Քարվաճառում սեփականատեր եմ, միջև օրս ուսամ օրերից մի օր Քարվաճառը հետ կգա եւ ես նորից իմ բուրժույսկի մեծ հողամասերին տեր կկանեմ, որոնք գնել եմ եւ նվեր չեմ ստացել, չեմ ցանկացել, այն դեպքում որ առաջարկություններ կար, ես գնել եմ այդ հողամասերը։ Ուրեմն ինֆորմացիա ունի շատ կոնկրետ, Թալիշ գյուղում 16 թվականին ապրիլին եղել է 60-ից ավել միավոր չգրանցված զենք եւ 30-ից ավել գրանցված զենք բնակիչների ձեռը։ Մոտ 90 միավոր զենք ա եղել։ Հիշում ենք, չէ, որ 3 խեղճ, միգուցե խեղճ չէ, հազար ներողություն, 3 թասիբով ծեր մարդ մորթվեց ընդ երկուքին մի հատ տղամարդ, եթե չեմ սխալվում, մորթը հենց սենակում էլ մորթվել էին։ Ինչի համար էին իրանք սենակում մորթվել, գիտեք, որտեղ գյուղը չդիմադրելով էվակուացիա է անում, ամեն մոր սկսում է իր ընտանիքը հանել, մեքենայի մեջ տեղ չկար այդ ծերերի համար, ուրեմն ասել էին այդ մի մեքենան, որը որ այդ ընտանիքի երեխեքին ա տարել, ասել է հեսա կգամ ձեզ է կտանեմ ու չի հասցրել։ Ասածս որ նա 90 միավոր զենք ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի նախարարության տվյալներով, օպերատիվ տվյալներ, ոչ թե ընդ թղթերում զեկուցած բան, ես դե մի քիչ անմիջական էի շփվում, ասենք, հենց դաշտում աշխատող մարդկանց, ես բյուրոկրատներին այնքան մեջ չեմ սիրում, միշտ չեմ սիրել, էլի։ Այդքան զենք ունեցել են, բայց չեն տարվել։ Պատճառը հետաքրքիր է, չէ՞, պատճառը խի։ Ворս չէին սիրում իրանց, ասենք, ծերերին, համոզված էին, որ ասենք ինչ, որ թուրքը չի մտնի, խի չեն կարվել։ Վախեցել են։
Տեսել են թիկունքում ոչ մեկ չկա երևի։ Ում համար։ Չէ, կռվում էին տղեկ։ Զոհվելով, կռվելով տաղավարի կռվել են, տաղավարի։ Որովհետև երեխեքին էվակուացիա կազմակերպված չէր պետության կողմից, հանրության կողմից, հասարակության կողմից։ Չպետք է երեխու հերը կամ պապը կամ հորողբերը տիրություն անի իր խնամքի տակ եղած երեխաներին։ Պետք է, լավ, գրագետ խոսա։ Այսինքն, քանի որ դա պետականորեն կազմակերպված չի եղել, ստիպված այդ մարդիկ իրենք են փորձել իրենց տան անդամներին փրկել, դատարկվել է գյուղը։ Ցավը դե տանը։ Вот и всё։ Նույնը կրկնվելու է համոզված եմ ցանկացած տեղ։ Ջերմուկ 2022 թվական։ Ուրեմն միջև հասա ջերմուկ, միտեղ չեմ կարացել աբգոն անեմ, ստրեշնի մտնելով։ Աննենց մի հատ հոսք էր գալի, ջերմուկցիների, չգիտեմ ինչերի։ Դրանք ջերմուկցի չեն, ոչ է սիսյանցի են, ոչ է գորիսացի են, պրոստո սս թռնող էին, էլի ասենք։ Էվակուացիա էին ելնում։ Իսկ խի էր այդ ամեն ինչը տեղի ունենում։ Հայտարարություններ եղան, որովհետև նախ Ամերիկայի դեսպանատունն էլ հայտարարեց տուրիստներին իր քաղաքացիներին այնտեղ բանը։ Ինչ կապ ունի, հայտարարել են թե չէ։ Ստեղծվեց խոճապ փաստացի։ Իսկ կարող է պետության, ասենք, իսկ նաև հասարակական որոշ կառույցների ֆունկցիաների մեջ է մտնում խոճապը թույլ չտալ, որ տեղի ունենա։ Իհարկե մտնում է։ Իհարկե։ Մտնում է։ Ուրեմն եկեք մի բան հասկանանք։ Կարող է թալիշի դեպքեր ներկրկնվում։ Պրոստը այտենց ավարտ չնայած լավ էլ այտենց ավարտ եղավ 200 հոգուց ավել մարդ զոհվա։ Իհարկե։ Եվ ինչա կարող է վերջապես պիտի հասկանանք, որ ցանկացած գյուղ պիտի դառնա սահմանապահ, շրջապատված կրակակետերով, օպերատիվ ենթարկվածություն ունենալով, ասենք, ներքին գործերին ոստիկանապետին կամ ասենք տեղի թաղային տեսուչին միջև փոխհրաձգությունները պատերազմի դեպքում ասենք բանակային հրամանատարությանը եթե սահմանին շատ հասարակություն, ռազմականացված պետություն դա է պարտադիր չի ռազմականացված, բայց ազգը պիտի բանակը պարապած, պատրաստված։ Հիմա Կիրանցի դեպքը, որ ասեցինք, շատ կոնկրետ կա, չէ, կոնկրետ է։ Անդե լիքը մարդ արխային էր, որովհետև գիտեր կրակակետերը սարքված է, գմբեթ երկուսները շարված է, ու ունենց չէ, որ այդ 20 քանի դիրքը, որ հետ են քաշվելու, բաց դաշնում են, չէ, արդեն կրակակետեր կար, այտենց մեծ չէ, այտենց ընդարձակ չէ, ոնց որ պաշտպանության նախարարությունը սարքեց 2 տարի հետո, երևի գիտեր, որ 2 տարի թուրքերը չեն հարձակվելու, բայց համենայն դեպս ցրված, որ հրետանին հեշտ չոչնչացնի, ասենք կրակակետերը կային, բայց բնակչությունը հո գիտի, որ իր երեխան ոսկեպարով տանես թուրքի պրիցելի տակ, ասենք, մի քանի 100 մետր, բաղանի սայրում եթում ես, այդտեղ շանս չկա բաղանի սայրումի դեմով անցնես, որ չխոցվի։ Միջև այնտեղ մի հատ ճանապարհ չկառուցեն, ոնց որ ոսկեպարը շրջանցող ճանապարհ։ Այո, հետևաբար քանի դեռ չի ստեղծված այդ անվտանգ հատված, այսինքն մարդը իրեն անվտանգ չի զգալու, իր կյանքը մնացած ամեն ինչը արդեն չի կապելու այդ գյուղի հետ։ Պլյուս փախնելու է։ Եթե երեխեքի էվակուացիան չանես, դեպի թիկունք։ Ուղիղ դեպի թիկունք։ Ես արդեն հոգնել եմ ասելով։ 21 թվականի գարնանից եմ ասում, եթե երևի մարտ ամսից, որ ռոկատ ճանապարհներ պիտի լինեն, զուգահեռ, ասենք, սահմանին, մի քիչ ներս ընկած, որ հակառակորդը չկարողանա այնտեղ խփի արտիլերիայով, ոչ թե կրակոցով, ավտոմատով, իսկ ներկապային ավտոմատով են կարում կրակեն, որ էվակուացիա տեղի ունենա երեխաների եւ ծերերի։ Ոչ պիտանի մարտական դաշտում, ասենք, բնակչությունը դուրս գա։ Համ հնարավորություն կտաս, որ լավ կռվեն,
Համել են մերզավեսներին, որ իրանց վախկոտությունը թաքցնում են երեխեքի էվակուացիայի բանով, այդ մանայից կզրկվեն։ Ստիպված պետք է բայց դրա այդ ճանապարհները, որ սարքվեն, դրանք տեսանելի չեն լինելու ընտրությունների համար քվե վերցնելու համար, պարոն Վարդանյան։ Դրա համար իշխանությունները սովորաբար նախընտրում են կենտրոնական հատվածներում ասֆալտը քանդեն, նորից ասֆալտ փռեն մարդկանց, որ ասեն, տես ճանապարհները ասեն։ Դե բնականաբար մարդու կյանքի անվտանգությունը ապահովելը շատ ավելի թանկ ու կարևոր է, քան մի քանի ասֆալտ անել Երևանի կենտրոնում։ Բանա, ես ինչ եի ասում, միջև մեր հաղորդում սկսելը, որ անվտանգության տեսակետից, երկրի առաջ գնալու եւ չկործանվելու տեսակետից երկրի ղեկավարությունը պիտի քննվի եւ դատվի։ Եթե դատարանը իրանց պարտադիր իշխանությունը փոխվելուց պիտի դատ լինի, որը որ քննում է իրանց անվտանգության հետ կապված, պետության խորտակվել, չխորտակվելու հետ կապված, արել են ամեն ինչ, արդարացվում են։ Չեն արել ամեն ինչ։ Սուս մի հատ բան ես անում, մատես թափ տալի, հնարավոր է նստում ես, եթե մեջը հանցանքի տարեր կա։ Իսկ եթե ընդամենը ասենք դեռահասության հետևանքն է դրա, ասենք որ չի արվել, դե հիմա հասունանա գդզվի, մի հատ սենց ես անում, չես դատում։ Չես նստում։ Դատվելուց եւ ասացիք եւ պատժելուց 44-օրյա պատերազմից մենք դեպտազր չենք քաղել, քննվեց, քննիչ հանձնաժողով ստեղծվեց, եզրակացությունը մինչև հիմա չեն հրապարակում, բայց վարկածներ եւ մեղադրանքներ օթում կախված ինչքան ասես, այդ թվում պետության վերին օղակների կողմից, առայն որ պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 11000 դասալիքներ, գործել է 5-րդ շարասյուն ասվածը, որը չգիտես ինչ է արել, ինչով է զբաղվել, ինչու է Աննա Հակոբյանը բունկերում, եւ այս շարքը անվերջ է, կարող ենք շատ շարունակել, ինչու է այսպես, ինչու է այսպես, կանացվում, ասենք, բայց ես հստակ դրա մի մասով, ասենք, արձագանքել եմ։ Ասել եմ, որ ուրեմն առաջինը Աննա Հակոբյանը, որ ստեղծել էր կանանց ջոկատ, Էրատոն։ Այո, այդտեղ եղել են ոմայի շրջանավարտներ, այդ թվում, ասենք, Վաշտի ստարշինա եւ դասակի հրամանատար։ Եվ նորմալ գործ են արել, ասենք, պարապելու բանով։ Դες կա դրական գործ։ Որ ասենք Նիկոլ Փաշինյանի տիկինը արել է, դրական գործ կա։ Մյուս հարցերը բունկերում գտնվելը, որը շատ խնդրահարույց է, դոպուսկների խնդիրը չեն թաթախվում, կարող է իր վրա դոպուսկ էին գրել ծանոթով միջոցով կամ ասենք ոչ ծանոթով միջոցով։ Ինչ գործառույթ պիտի աներ կին վարչապետը։ Ասում եմ դոպուսկի հարցը։ Հիմա կարող է ասել դոպուսկ են գրել իրան, որ, չգիտեմ, ինքը անմիջապես կապնվի զեկուցի առաջի դեմքին։ Այդ վաղտ արդեն գլավնակոմանդուշին։ Չէ՞, հնարավոր է։ Ես չգիտեմ։ Դրա համար դրա մասին բան չեմ ասում։ Դասալիքները 11000։ Դասալիքները 11000 ասեմ։ Դա թուրքերի նարատիվ է ու դրա կրկնելը մեծ հիմարություն է։ Դա կրկնելը վարչապետը եւ վարչապետի կինը։ Ես ասում եմ, ով ասած լինի իմ համար մեկը։ Հակառակորդի ասածները մի կրկնեք։ Հակառակորդը ոչ մի բան մեր լավը ցանկանալով չի ասում։ Եթե ինքը մի բան ասում է ու դու դա կրկնում ես, լուրջ խնդիրներ կա։ Չի կարելի։ Նելզյա։ Եթե քեզ փոքր վաղ չեն ասեն նելզյա, հատիկներից sense չեն տվել։ Հիմա հիշի, որ ես իմ ասած նելզյան ու հետո ժորթիդ հատիկներին տալը հսկայական, ասենք, մեծ դիսբալանս է լինելու։ Նելզյա, թուրքի ասածը չի կարելի կրկնել։ Չի կարելի ու վերջ, որտեղ դա վնաս է մեր երկրին, մեր ապագային, մեր երեխաների կյանքերին, ծնված եւ չծնված, դա հանցավոր է։ Չի կարելի ու վերջ։ Եթե չգիտեք, հիմա գիտեք, ես ձեզ զգուշացրել եմ, մի կրկնեք։ Միջայլոց ոնց որ թե դա էլ չի ասվում։ Էլ ինչ կար։ Բայց ինչ որ մեկի ինչ որ մի ձև պիտի մեղքը գծվեր, որ տեսեք դասալիք ա եղել, դրա համար է։ Այսինքն դրանով է բացատրում, չէ՞։ Գեներալներին դատվելու բանն ավելի ճիշտ։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ Միշկային Միքայել Արզումանյանին են որ դատում, ասենք, սենց երկար։ Ոչ էլ համաձայն եմ, որ սենց երկար դատում են բանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին, ասենք,
Արայիկ Հարությունյան, չէ, Արա Հարությունյանին, ու տես մի քանի գեներալի կամ Ջալալին էին ասել երկար դա շատ սխալ է, որտեվ լարված վիճակում այդ հարցերում պահել հասարակությունը եւ այդ մարդկանց, հաճախ ասենք միգուցե դեղին, բայց դա սխալ է։ Կարծում եմ նման գործերը շատ պարզ են, շատ հեշտ են քննվում, այնտեղ խնդիրները մի քիչ ավելի բան են, ոնց ասեմ, քաղաքականացվելու փոխարեն իրենք դաժե չեն քաղաքականացվում, էլի իրանք օգտագործվում են իշխանությունը ռազմական հեղաշրջումներից խուսափելու համար, դա շատ սխալ է, որտեղ ռազմական հեղաշրջման փորձ ստեղ Հայաստանում եղել է մի անգամ, եղել է ոչ զինվորականների կողմից, ոչ մի զինվորական դրա տակ պատվիսածը չի լինի, ոչ մի։ Բայց հենց 18 թվին էին միանում հենց այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին զինվորականներ։ Էդ էլ սխալ ասեմ ձեզ։ Ես դաժե դրա վերաբերյալ ասել եմ, որ պիտի պատժվեն հենց այդ 200-ը, որովհետև զինվորականը իրավունք չունի ակտիվ, ասենք, քաղաքական գործընթացների մեջ մասնակցի, միակ իր մասնակցելու ձևը ընտրության մեջ քվեարկություն անելն է։ Այսինքն հիմիկվանից բանակը գլխատում են, այսպես ասած, գեներալից հետին։ Դա ոչ թե գլխատելու, չէ, գլխատել։ Պատժում են, որ հետո հանկարծ բան հեղաշրջում չի։ Օբյեկտիվ լինենք, էլի։ Դա գլխատել չի։ Դա հնազանդեցնել է։ Ես դա հասկանում եմ, որովհետև ասենք գոյություն ունի Թուրքիայի օրինակը, ասենք քանի 5-6 անգամ հեղաշրջում են արել, գոյություն ունի ասենք բանի Պակիստանի օրինակը 4 անգամ հեղաշրջում են արել, բայց դա շատ վտանգավոր բան է իր մեջ պարունակում, քո հանրությանը ասես քո գեներալը թալանչի է, քո գեներալը միշտ սխալ է, քո գեներալը, չգիտեմ, բա այդ ուղերձն է ընդհանուր առմամբ, հələ եկեք հերթով այդ դատված գեներալներին ենք, դա ազգային հերոսի կոչում են տալիս, հաջորդ օրը քրեական գործերով անցկացնում։ Հարցերում տարբերվում եմ, էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, շատ հարցերում եմ տարբերվում։ Այդ թվում նրանով, որ ես կտրականապես դեմ եմ, որ ազգային հերոստան ողջ մարդուն։ Որ ազգային հերոստա բիզնեսմենին։ Իր բարոյականություն բանից հետաքրքիր չի։ Բայց հասարակությանը կարա հետաքրքիր լինի, չէ՞։ Կարա, չէ, ինքը հետո մոլորվի ազգային հերոս դառնալուց հետո։ Մոլորյալ լինի, դառնա, չգիտեմ, վաճառվի կամ շանտաժի ենթարկվի հակառակորդին ու չդիմանա, ասենք, հնարավոր է, չէ՞։ Չի կարելի ազգային հերոս տալ բիզնեսմենների, կենթանի մարդկանց, ոնց ասեմ, որովհետև նրանց հեղինակությունը պիտի աներկբա լինի, արդեն գնահատված, կշռադատված, որ դու հասկանաս նրանք ում որ ազգային հերոսի կոչում է ստալիս։ Ազգային հերոսը չի կարա լինի, կենթանի մարդ է։ Կարող է ուսես պարկեշտա ամեն հարցում, էթա դասախոսության արդեն ծերացել է 90 տարեկանա բան, դասավանդում է մի հատ համալսարանում, մի տե չանը կախվում է մի հատ աղջիկ երեխու վրա, կարա չէ լինի, որ մենակ աշկերն է մնացել։ Ու վсё, գնաց վարկաբեկեցին։ Իրան չեն վարկաբեկել, վարկաբեկելու են հիսո այդ ինստիտուտը իհարկե, ոնց որ մեր մոտ որոշ ապուշներ չեն հասկանում, որ ասենք Գարեգին բեն, դա Գարեգին կաթողիկոսը չի, դա ինստիտուցիա է, ֆեոդալական ժամանակաշրջանից միակ մեզ հասած ինստիտուցիան է, որը քեզ կապում է, ասենք, հազարամյակների հետ, ոնց կարելի է, չի կարելի։ Անձը փնովելով փորձել հարվածել, հա։ Նույն ձևով, ասենք, ես անկախ դրանից ոնց եմ վերաբերվում բանին, ասենք, առաջի դեմքերի, թե բանը նորմալ պարոն նախագահ ասելով, ասենք, սրանից 15 տարի առաջ եմ ձեռ մեկնել, թե 10 տարի առաջ եմ ձեռ մեկնել, հիմա հələ ձեռ չեմ մեկնել, որտեղ պարոն նախագահան բանա միշտ զբաղված է, բանա Խաչատուրյան, ոնց էր անունը։ Վահագն Խաչատուրյանը։ Վահագն Խաչատուրյանը, հա։ Զբաղված է։ Դե չեմ տեսել էլի, որ աշխուժ ինչ-որ բաների հետ է, որ դե ինձ հետաքրքիր, ասենք Digitech-ի կամ ռազմական, ասենք ցուցահանդեսների կամ շինարարական տեխնիկայի ցուցահանդեսներ չեմ տեսել ես իրան ընդ, արդ չեմ ունեցել, ասենք այդ պատիվն ունենամ իր ձեռը սեղմեմ։ Անկախ դրանից ես իրան ոնց եմ վերաբերվում, եթե ինքը ինձ ձեռ մեկնի, առաջի դեմքը Հայաստանի Հանրապետության, ես հետը դուքով, պարոնով, ասենք ձեռը կսեղմեմ։ Դա նորմալ է։ Ոնց որ Վազգեն Սարգսյանի հետ ես դույով էի խոսում ու վիճում էի, իսկ Փաշինյանի հետ փորձել եք հանդիպել, ուրիշի ներկայությամբ ես Վազգեն Սարգսյանին երբեք
Չէ, մի անգամ դու ասել եմ։ Միշտ դուք, պարոն պետնախարար, պարոն նախարար, պարոն վարչապետ, դա նորմալ է։ Դա քո երկրի, ասենք, ինչ որ սիմվոլ է ինքը։ Մենակ այնքան բաներ կա, ինձ դուր չի գալի։ Նոր են սկսել գերբից խոսալ, ինձ այդ գերբը գիտեք ինչքան վաղտա դուր չի գալի, դրոշը դուրս չի գալի, բանակի հիմնից ալերգիա ունեմ, ես այդ երգ շատ եմ սիրում, Ռոբերտ Ամիրխանյանին, ասենք, անձամբ ծանոթ մի փոքր եւ կենթանի կատարումները մի քանի անգամ լսել եմ այդ երգի, շատ լավ երգ է, հրաշք է, բայց այդ երգը կարելի էր բանակի հիմն դարձնել։ Երազից երգեր, հայրենի բանակի գին, լուրջ։ Ինչ որ մարշեիկ պատկերացնում։ Պակիստանի կամ Թուրքիայի, ասենք, բա հիմնը ոնց է լինում։ Բա հիմնը ինչ է։ Հիմնը մարտական ոգեկոչող երաժշտություն է, ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի բան։ Տեքստն էլ չպետք է լացկան լինի։ Ոչ մի դեպքում երկրի, բանակի կարծիք է, որը իրավունք ունի գոյություն ունենալ։ Շատ հետաքրքիր է։ Դուք գիտեք, ասենք, որ այն հայը, որ Թուրքիայի համար հիմն էր գրում, որ տես լացկան գրեր, ինչ որտեղ կհայտնվեր։ Իր համար նորից կգրավեին դերձորը թուրքերը։ Կմսնեին դերձորի անապատներում կսպանեին, հետո նորից կհանձնեին Սիրիայի։ Բայց թուրքերի մասին չի այդքան բան արտահայտվում։ Պետք է հիմա ավելի պրոպագանդում են։ Իրանց երկրի հիմնը հայ է գրել։ Լսել եք իրանց հիմնը։ Չէ, ճիշտն ասած չգիտեի, որ հայ է գրողը, հեղինակը հայ է։ Ուսումս բարձր։ Չէ, ասածս ուրիշ բան է։ Մեզ հիմա ասում են, որ մենք խաղաղության ենք գնում Ադրբեջանի հետ եւ կապ ունի։ Դու նվաճել չես ուզում տիեզերքը։ Ուզում ես, չէ։ Всё выше и выше и выше, չէ։ Պիտի արդեն շատ զգուշավոր մոտենանք այդ։ Ինչ կապ ունի։ Մարս չեք ուզում եթանք Իլոն Մասկի հետ։ Հա։ Վերը, եթե դու հավակնություններ չունես, դու լացում ես մենակ, այդ ինչ հիմնա։ Սքում ես։ Դա հիմն չի էլի։ Լավ, բայց մեր երկրի խնդիրները այնպես չի, որ այդ երկից են գալիս կամ այդ կոչից են գալիս, այնքան խնդիրներ ունենք լուծելու եւ դրա եսին որ երրորդ տեղում պիտի լինի այդ օրհներքի հարցը, էլի ասենք։ Այո, համաձայն եմ։ Ուրիշ բան, որ ասենք ինքը պետք է այտենց չքաղաքականացվի, չպիտի քաղաքականացվի հաստատ, բայց տեխնիկական հարցը պետք է լուծվի։ Վաղ թե ուշ պետք է լուծվի։ Պարոն Վարդանով, դեպի ապագան քայլել այդ հիմներով։ Օրինակ, ուրա պրետենզիան մեր դրոշի մեջ։ Ես օրինակ կուզենայի, որ երկու հատ կապուտ լներ, մեջն է Ծիրանագույն։ Ծովից ծով Հայաստան։ Պրետենզիա, ուրա։ Քո բանը սովետական գերբի մեջ էլ, հայկական գերբի մեջ էլ կար մի փոքր պրետենզիա, Արարատ սար։ Մի փոքրիկ։ Չէ, հիմա Արարատի անունը մի տվեք։ Արագած։ Հետո ինչ։ Միայն Արագած։ Ինչ ուզում են, թող ասեն, ինքը ասեն։ Դե վարչապետն ասաց, որ այդպես ձեր նկարները սովորեք ձեր տներում Արարատի նկարները կախեք։ Հետաքրքրում է իր որպես հումանիստ մարդու, ասենք, բաները, կարծիքները։ Բայց ես չեմ կարծում, որ երկրի վարչապետը իրավասու է նման փոփոխություններ մտցնելու։ Ինքը կարա դա դնի քվեարկությամբ։ Ոնց որ ինքը իրավասու չի փոխել բայբոյ ուստավը։ Թե հիմա քաղաքական գործի չէ, կարա, դա ինչ ասես ասի, քաղաքական բաները դիվիդենդների համար, թե արտաքին, թե ներքին, ասենք շուկայում նորմալ է, դա նորմալ է, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որ ինքը դա դարձնում է եսին քննարկման բան, դա էլ է նորմալ, հաշվարկ են արել, բան են արել, ոնց ասենք Ինչի Նախիջևանի հարցը չի դառնում քննարկման առարկա։ Պետք է այն հաշվարկները, որ անում են, այդ հաշվարկ անողին է պետք հարցնել, բայց ամենայն դեպս մարդիկ ինչ որ հաշվարկներ են արել քաղաքական, արտաքին, ներքին, դիվիդենդ։ Եկել են այդ եզրակացության, որ ավելավա ես իմ sense պլյուս-մինուս բան սսկվենք, հա։ Պլյուսով եկել են դրա, որ էտա։ Մերը արագացնա։ Բայց մեկը ժողովուրդն է գլխավոր բան, ոնց որ ասած բանը հերոսը գլխավոր կրողը իրավունքների այդ վիշե վլաստ։ Ընդհանրապես մամա պապան է, չէ՞ ընտանիքի, ասենք, գլխին։ Պապան Աստվածնա գնացել է տեղ,
Մաման է մնացել իր փոխարեն։ Այն տղայական հարցերում էլ ասել է, արա, որ մեկը տան, դե մի քիչ չափած կա, արիստե, մամային տիրություն կանես։ Դե ինչքան կարում է, անում ասենք, բայց մաման է մեկը գլխավորը։ Ո՞վ է մաման։ Ժողովուրդը։ Հա։ Բա մեր papan ուրա գնացել։ Տեր Աստվածը աշխարհով է զբաղվում։ Հա։ Հայ ազգի հայրը Աստվածն է։ Աստծուն։ Եվ մեր թշնամին միակն է, սատանեն։ Որի տարբեր ծառաներ կա։ Թուրքը Բաքվի, թուրքը Անկարայի, Պարզ է, մի հարցի հետ կապված էլ ձեր տեսակետը կուզեմ լսել, զենքերի հետ կապված շատ մեծ հակասական տեղեկություններ կան։ Սերժ Սարգսյանը պնդում է, որ պատերազմի ժամանակ զենքերի մեծ մասը, կարևոր զենքերի մեծ մասը չի օգտագործվել, որպես փաստարկ նշում են, որ 5 միլիարդի 6 միլիարդի զենք թողել ենք Ալիևին նվեր որպես, այսպես ասած, իսկ իշխանությունները հակառակն են պնդում, որ նորմալ զենք չի եղել, 80-ականների զենք ա եղել, այդ զենքով ինչ պիտի կռվենք, ունենք այս ինչ։ Դե ինչ-որ 16 թվականին ես ասում էի ու ինձ վերագրում են բանը, որ ես բան եմ անում, քաղաքական հայտարարություն եմ անում, այն դեպքում, որ իրանք են մտնում իրանց քաղաքական ոտերով, ասենք իմ դաշտը, 15000 տարի առաջ սարքվել է նետ աղեղը, համենայն դեպս ապացուցված բաներ կա, 15000 տարի, միջև հիմա ինքը կարա կիրառվի որպես մարտական զենք, ու կիրառվում է ասեմ, այս բանի ժամանակ, հոկտեմբերի հարձակումների ժամանակ, հոկտեմբերի 7-ին Համասը, որ խախտեց բանը, նետի արդիականացված տարբերակը, որ արբալետ է կոչվում, արբալետով, ասենք, կամերաներ էին խփեջարդել, այս օգտագործվում է որպես մարտական զենք, 12000 տարի առաջ հորինված զենքը, դանակը մոտավորապես 100,000 տարուց ավել է, որտեղ նեանդերտալցիների մոտ դեռևս դանակի նման քարի տաշվածքներ կային եւ ոսկորի, 45-50,000 տարի առաջ, երբ որ Homo sapiens-ը գալիս է նեանդերտալցիների տարածք, էլի դանակ, միջև հիմա դանակը արդիական է, հիշում եք են հայ զինվորը, որ թուրք սպեցնազովեցի հետ դանակով կռիվ էր արել, կամ են Յակուտին եւ ուկրաինացուն, որ իրար հետ կես ժամ կռիվ էին տալի դանակով, փաստորեն միջև հիմա զենքը աշխատում է, չէ՞։ Պլախում ու яйцորը տանց է միշայոտ, էլի։ Եթե դու 43 թվականի падրոնը Կալաշնիկովի 7.62-39 մմ падրոնները, չգիտես բալիստիկան, կրակելուց Աստված գիտի որտեղ ես ուղարկում, քեզ ոչ մի ձևի, ասենք, ՆԱՏՕ-ի падրոն չի օգնի։ Եթե դու Կալաշնիկը չես կարողանում մթան մեջ առանց լույսը վառելու, որտեղ պետք է հիմա արնես բոյվախտ լույսը վառելով ավտոմատը լրվելուց սկսես բան անել, քեզ կխոցեն։ Առանց լույսը բացելու, ասենք, այդ մանր դեֆեկտները վերացնես, ասենք, գիլզը լրվել է, կամ զատվորը չի շարժվում, որտեղ ցեխոտվել է։ Ասում են քարով խփում էին։ Բողոք էլ պետք չի, հավատացեք, ասենք, M16-ը կամ տավորը հրեական, կամ չգիտեմ, ցանկացած զենք ավելի շուտ կցեխոտվի, ավելի շուտ վարի կետը։ Դուք եթե դու պարապած չես, մարզված չես, քեզ ոչ մի բան չի օգնի։ Նայեք, հնդկական ավիացիան բախվեց Պակիստանի ավիացիայի հետ։ Ինչքան հիշում եմ 70-50 հարաբերությունով, 70 հատ հնդկական գեր ժամանակակից Rafale Su-30 MK-ի F S-յանից F-էլ չկար, չինական J-10-ը։ Ու ինչ? Այն օդաչուն, որը որ լավն էր, ծանրաշարժ համեմատաբար, որովհետև ինքը բեռով լիցքավորած ինքնաթիռ էր, 30 Su-30 MK-ի բեռը վրեն կարողանում է հրթիռից փախնի, իսկ արդեն բեռը դադարկված տերորիստական կենտրոններին խփած, ասենք, ինքնաթիռները որոշները չեն կարող փախնեն։ Ու երբ որ անալիզ է անում, պարզվում է, որ այն, ով որ բեռով կարացել է հրթիռից փախնի 17 տարվա օդաչու է, այն, ով որ չի կարացել փախնի, ավարտած են, ասենք, 4-ից 7 տարի։ Ու ստացվում է, որ ռուսական ասացվածքը նորից իմ
բանը ջանդամ ռուսական բան էլի կրթությունը։ Мастерство на базаре не купишь и не пропьешь։ Ախպեր ջան, պարապի, քեզ կալաշնիկն է կծառայի։ Լապատկվել էին ժամանակին Ժանիկից սարքած նիզակներ կծառայի։ Մամոնտները, ասենք 10,000 տարուց ավելի վերացել են, դա համապատասխան պետք է հասկանան էլի, որ զենք ետեն։ Իսկ եթե դու չես պարապել, ասես այս մի ձեռդ Ռաֆալ ինքնաթիռ տան, այս մի ձեռդ է գրիպեն տան շվեդական։ Այս մի ոտի տակ ասենք Աբրամս տանկը դնեն, այս մեկի տակ Լեկլեր կդնեն։ Աշխարհի լավագույն տանկերի անուններն եմ տալի։ Քեզ ոչ մի բան չի օգնելու։ Եթե պարապած չես, մարզված չես, տնային աշխատանքը եթե չես կատարել։ Բայց ախր որ նույնիսկ եթե պարապի, մարզվի, դառնա Ռեմբոն էսպես ասած։ Պարապելը օդը դե շատ բան է ընդունում է, ասենք։ Բայց օդը որ պաշտպանված չլինի, գլխիդ մի բան խփեն։ Բայրակթարով խփեն։ Ինչ անելու այդ պարապածը։ Ես չգիտեմ, պահպանվել են այդ նկարները թե չէ, բայց Google քարտեզով մինչև գոնե 20 թվականի հոկտեմբեր բացում էր Քարվաճառի տարածքը եւ Թութխունի, ասենք, ձորում, ասես մի հատ կետ էր, խոշորացնում էր վրան գրած էր Voma Training Center։ Google քարտեզում։ Ես թուրքերի մոտ հետախուզման մեջ Ոման թիրախավորված։ Ոչ մի անգամ չռմբակոծեցին պաշտպանության նախարարության Հայաստանի օկուպանտների գումարտակը Թութխունի ձորում։ Ոչ մի անգամ չգրեցին, խի։ Ինչի՞։ Որտեւ ես հաշվի էի առել, որ օդը թուրքի ձեռն է։ Թամենը հաշվի էի առել։ Ինչ էի կարել։ Դիրքերը ծածկված, մնալու տեղը կամուֆլյաժ արած, թաքցրած։ Դա որ խփեն էլ, բայրակթարով խփեն էլ, ոչ չգիտի որտեղ խփի։ Որտեղ խփի։ Անտառի մեջ պահկված են այդ սաղ շինությունները։ Հասկացա։ Հիմա գմբեթ երկուսները, որ ես գմբեթ մեկը, ասենք, ինժեներներին խնդրեցի, ասենք, իմ նկարած բանը, որ իրանք մոդել դարձնեն եւ ինքը արդեն նորմալ բան է եւ գմբեթ երկուսը ինչի համար ենք բանալ։ Կարող է դրա համար, որ հաշվի ենք առնում, որ վերև թուրքը իշխում է։ 2.5-3 մետր հող ինչի վրա էլ անես, ինքը քեզ կպաշտպանի։ Հաշվի առ, որ ինքը վերև ուժը։ Հասկացա։ Նույն ձևով, եթե ունես քո 30 հատ սու, 4 հատ սու 30 SM-ները, եւ պարապած չեն քո տաճուները այդ սու 30-ների վրա, ուղղակի այնտեղ, որտեղ պարապել հնարավոր է։ Հնդկաստան, Ռուսաստան։ Միքչել կարելի է պաչիկ անել, ասենք, հնդիկների եւ ռուսների 4 թուշը, ասել թույլ տվեք մեր օդաչուները կռվեն ձեր կողմից։ Արևմուտքը չի հասկանա, ջանդամ հասկանա։ Օդաչուս չի լինի թնդանոթի մի սու 30-ով, կլինի պարապած օդ հրթիռից, ասենք, մանևրով գնացող եւ հակառակորդին խոցող, տուն վերադարձող իր երեխեքի մոտ հաղթանակած եւ կնոջ մոտ հաղթանակած տուն վերադարձող օդաչուկ ունենանք, այլ ոչ թե ասենք 30 միլիոն դոլար հայկական ժողովրդական փողերը վատնող, այդ լավագույն դեպքում, եթե իրան խփեն։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքանը ես հիշեցնեմ, որ իմ հյուրը հասարակական ռազմական գործիչ Ոմա կազմակերպության հիմնադիր նախագահ Վովա Վատանովն է։ Շնորհակալություն, որ դիտում եք։ Դուք անպայման բաժանորդագրվեք Patreon-ին եւ մեր ալիքին։ Ցտեսություն։